Եթե հավատանք վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալներին, տնտեսական խնդիրների լուծումը հանրությունը կարևորում է նույնիսկ ավելի շատ, քան անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին արձագանքելը։ Ինչ լուծումներ են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը։ Իրատեսական են արդյոք խոստացված սոցիալական բարեփոխումները, տնտեսական որ միավորումներում ինտեգրվելը ավելի մեծ հեռանկարներ կբացի։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Մինչև խորհրդարանական ընտրությունները 85 օր է մնացել, քաղաքական ուժերից մի քանիսը արդեն ներկայացրել են իրենց տնտեսական ծրագրերը, մյուսները պատրաստվում են դա անել, այսօր այդ ծրագրերը պարզաբանելու հնարավորություն ենք տալիս արտախորհրդարանական ուժերից մի քանիսին։ Այստեղ ներկայացված են նժար շարժման ներկայացուցիչ Արտաշես Իկոնոմովն է ներկայացնելու իր քաղաքական ուժը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը Լևոն Զուրաբյանն է, ցուցակի առաջին տեղում գտնվող Ուժեղ Հայաստան կուսակցությունը մեր զրուցակից այսօր կլինի Հայկ Ֆարմանյանը եւ Միասնության թևեր նախաձեռնությունը կներկայացնի Դավիթ Անանյանը։ Մի շարք այլ քաղաքական ուժերի եւս հրավերներ ուղղված են եղել, տարբեր պատճառներով ոչ բոլորն են ընդունել այս մեր հրավերը։ Պարոն Հայկ, քանի որ բոլորդ այստեղ ներկաները ընդդիմադիր ուժեր եք ներկայացնում, բայց այնուամենայնիվ պայքարելու եք նույն բողոքավոր ընտրազանգվածի համար, այնուամենայնիվ ուրեմն դա նշանակում է, որ դուք մրցակիցներ եք, նույն ձայների համար եք պայքարելու եւ մենք ձեզ հնարավորություն ենք տալու ապացուցելու, որ հենց ձեր քաղաքական ուժն է արժանի այդ ձայնը ստանալու իրավունքին։ Այդ իրավունքից հնարավորությունից կօգտվեք, բայց մինչ այդ ծանոթանանք տեսանյութին, որը գործընկերս է պատրաստել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ կառավարության հնգամյա ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի թիրախը գերակատարվել է։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%, ցուցանիշը գերակատարված է եւ կազմում է 7.9%։ Սա մոտ 2.3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը։ Հայաստանում տնտեսական աճը վերջին տարիներին բարձր է, սակայն մարդկանց առօրյա տնտեսությունը հաճախ չափվում է շատ ավելի պարզ օրինակով, այսպիսի փոքր գնումներով՝ հաց, կաթ, ձեթ, ձու։ Հարցը սակայն հետևյալն է. որքանով է այդ աճի ցուցանիշը մարդը զգում իր առօրյա կյանքի վրա։ Տնտեսական աճը միշտ էլ իմ գրպանի վրա վատ անդրադառնում։ Ամեն դեպքում թանկացումը լավ բան չի։ Տնտեսական աճը հաճախ գնահատվում է նաև գնաճի հետ համադրությամբ։ Վերջին տարիներին Հայաստանում գնաճը պահպանվել է մոտ 3-ից 4%-ի սահմաններում, թեև մարդկանց կարծիքով որոշ ապրանքների եւ ծառայությունների գների աճը զգալի է։ Թանկացել է ամեն ինչ, կանաչությունն էլ շատ թանկ է։ Առաջ 100-ով ենք առնում, արդեն 200-300 է հաշվում։ Օրինակ, իմ մոտ ստաբիլ է, որտեվ չեմ ուզում հաճախորդ կորցնել։ Պոմիդորը թանկ է, վարում պոմիդորը թանկ է։ Այդ ո՞ր սեզոնն է։ Թանկացել է։ Օգոստոս ամիսն է։ Թանկացել է, բայց չի նշանակում, որ մնացած բաները թանկացել են։ Ամեն ապրանք իր արժեքն ունի։ Հա, անցած տարի 40 դրամ էր, 30 դրամ էր, դուրն այս տարի արդեն դրլա 100 դրամ, 90 դրամ, 80 դրամ։ Դա առաջարկն պահանջարկը իրար չի համապատասխանում, դրա համար է թանկացել, թե չի խոմետի պետության հետ կապ չունի, ինչ կապ ունի պետությունը ծվի հետ։ Ամեն ինչն է թանկանում, բայց ոչ թե աննորմալ, այլ այն իր դիապազոնների մեջ է թանկանում, էլ նորմալ է էլի։ Կարող են արդյոք քաղաքացիներն իրենց աշխատավարձով ապահովել բնականոն կյանքը, հաշվի առնելով ապրանքների եւ ծառայությունների թանկացումը։ Այդ երբ ոչ ժամանակներ եղել, որ ստացած գումարով քեզ ապահոված ես, զգում ասենք քնումների պահովելի, դες բան չկա, չի եղել։ Բանկերի տակ ճռմ եմ, հենց նոր բանկերից եմ գալիս, ինչի համար։ Աշխատավարձը ստացել չի հերիքում առևտրի։ 80,000-ն ինչ երեխա է, քաղցր ազում է, նի ազում երեխա է, չէ։ Հիմա քո երեխան ուսանող է, դու ինչքան ես առնվածը փող տալիս։ Թորս ուսանող երեխա է, ո՞նց եմ անելու։
տղա երեխա։ Ամեն անգամ բարքանելով ապրում ենք։ Միտեղից վերցնում ենք, միտեղ ենք տալիս, միտեղից վերցնում ենք, միտեղ ենք տալիս։ Դա ոսկի ունենք, դնում ենք բանկու, փողը վերցնում ենք այն մեկից, տոկոսեք փակում այն մեկից, վերցնում ենք այն մեկը։ Կակրաս նա նոր հանելու։ Տնտեսագետները նշում են, որ մակրոտնտեսական աճը միշտ չէ, որ նույն չափով զգացվում է մարդկանց առօրյա կյանքում։ Տիկին Անահիտն այս շուկայում է աշխատում, դժգոհել չի սիրում, ապրում է միայնակ, գնում միայն խիստ անհրաժեշտ ապրանքներ։ 80-ը ստանում եմ աշխատավարձ, 70-ը տալիս եմ վարձ, 10,000-ի մեջ տեղավորվում եմ։ Մեկը ամիս ապրում է։ Ձեթ, մազիկույն, կարակ, ինչ որ հարկավոր է ինձ։ Աշխատում եմ, ապրում եմ։ Իմունաթին եմ, ոչ մեկի իմունաթին չէ։ Աշխատող անձը մենակ ես եմ։ Մարդիկ ակնկալում են, որ կվերանայվի աշխատավարձ գնաճ հարաբերակցությունը, ապավինելով հույսին։ Հույսը ավելի լավ բան է, բայց հույս չունեմ։ Այդուհանդերձ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն այս շաբաթ նշեց նաև, որ Հայաստանի հնան 2025 թվականին աճել է շուրջ 1.1 տրիլիոն դրամով։ Համեմատության համար նա նշել էր, որ 2013-ից 17 թվականներին 4 տարում հնան աճել է ավելի քիչ, շուրջ 1 տրիլիոն դրամ, այսինքն 2025-ին նրա խոսքով 1 տարում աճել է ավելի շատ, քան 2013-ից 17 թվականները միասին վերցրած։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Սեյրան Հակոբյան, հեռանկար բանավեճ։ Այն անեկդոտը հիշում եք, չէ՞, ասում է տնտեսագետները, փորձագետները ասում են, որ մարդիկ ավելի լավ են սկսել ապրել։ Մյուսը ընդդիմախոսը ասում է, բայց ես դա չեմ զգում, ասում են, դե դու հո մասնագետ չես։ Հիմա ինչպես անենք, որ ոչ միայն մասնագետները նկատեն այդ տնտեսական աճը, որի մասին Պաշտոնյան քիչ առաջ ասեց, այլ նաև շարքային քաղաքացիները։ Ինչու եք կարծում, որ հենց ձեր քաղաքական ուժերը կարող են ապահովել հենց այդ տնտեսական աճը։ Ով կցանկանա սկսել։ Պարոն Զուրաբյան, դուք ավելի փորձառու եք, հա։ Դե լավ, ոչ մի խնդիր չկա, ես պատրաստ եմ միշտ պատասխանատվությունը իմ վրա վերցնել։ Նախ կուզեի արձանագրեի, որ իշխանությունները չեն եկել այս դեբատի եւ ես համաձայն չեմ ձեզ հետ այն հարցում, որ մենք տենց իրար մրցակից ենք, մեր մոտեցումը հետեւել է, մեր համար գլխավոր մրցակիցը այս իշխանություններն են, որոնք հասցրեցին երկիրը աղետի եւ չունեն տնտեսական զարգացման որևէ լուրջ ծրագիր, իրենք ապրում են ըստ էության արտաքին պարտքի վրա, օգտվելով այդ հնարավորությունից, այսօր պարտքի, պետության պարտքի սպասարկումը հասել է 2.7 միլիարդ դոլարի, արդեն տարեկան, պատկերացրեք, սա ինչ գումար է, եւ դուք հնարավորություն ունեք ապացուցելու, որ ձեր իշխանության օրոք բոլորովին այլ է լինելու պատկերը։ Ինչու ես պետք է հավատամ, որ դա այդպես է։ Օգտվեք այդ հնարավորությունից։ Պրոբլեմները ցույց տանք, հետո նոր անցնենք մեր առաջարկների։ Եվ պրոբլեմն է, որ ըստ էության պետությունը, մեր պետությունը այսօր չի ստեղծում սոցիալ-տնտեսական զարգացման գործիքներ, որոնք թույլ կտան մեր երկիրը կանգնել ոտքի վրա, զարգանալ, այլ օգտվում է ուղղակի բյուջեի ծակերը կամ, չգիտեմ, թոշակների վճարման համար անհրաժեշտ գումարները եւ այլ տեսակի գումարներ ստանալ արտասահմանից կամ կուտակելով պետական պարտք եւ ասում եմ, պետական պարտքը ինքնին խնդրեմ չի, հատկապես եթե ինքը տեղավորվում է այդ հնայի հետ օրենքով սահմանված հարաբերակցությունների կամ տնտեսապես, ասենք, իմաստ ունեցող հարաբերակցության մեջ։ Պրոբլեմն է, որ դու այդ պարտքը ստանալով չես ստեղծում սոցիալ-տնտեսական զարգացման գործիքներ, որոնք առաջ կտանեն բանը քո տնտեսությունը։ Հիմա մենք 3 ըստ էության բան ենք առաջարկում։ Մեկը դա Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումն է։ Այսօր ակտուալ է դրա մասին խոսել հաշվի առնելով ինչ է կատարվում Իրանում։ Ակտուալ է, քան երբևէ։ Եթե կուզեք, կարող ենք այդ թեմային անդրադառնալ։ Ժամանակ չունենք, արձանագրենք, որ դուք կարծում եք, որ այսօր է ժամանակը դրա մասին խոսել։ Միանշանակ, այսինքն կներեք, եթե Իրանը որպես պետություն ձեր կարծիքով, ասենք, ես չունեմ կարծիք, ես ձեր կարծիքն եմ ասում։ Չէ, այդ ենթատեքստը դուք ասում եք արդիական է, այդ արդիական կարող է չդառնալ միայն մի դեպքում, եթե Իրանը որպես պետություն մասնատվում է, դադարում է գոյություն ունենալ, այդ ժամանակ այո, այս պրոյեկտը դառնում է մի քիչ անհասկանալի բան, բայց այդ նշանակում է, որ Իրանը բաժանվում է ադրբեջանական, քրդական, բելուջական, պարսկական, այդքան հորետես չլինենք, երկրորդը որն է։ Հետևաբար եթե հորետես չենք, այս պրոյեկտը մնում է ուժի մեջ։ Սա մեկ, երկրորդը
Եվ սա սոցիալ-տնտեսական զարգացման գործիք է։ Երկրորդ կարևոր կետը մեր տնտեսական ծրագրի դա տեխնոլոգիական հեղափոխությունն է։ Մենք ապրում ենք նոր դարում։ Տեմպը տեխնոլոգիական զարգացումների այնքան է մեծացել, որ ասենք Իլոն Մասկը օրինակի համար կարող ենք հավատալ կամ չհավատալ այդ կանխատեսմանը, բայց արդեն ասում է, որ 12 տարվա մեջ մարդկությունը կհաղթարի տեխնոլոգիաների շնորհիվ աղքատությունը։ Հիմա սա կարող է շատ լավատեսական հնչի, բայց մենք պետք է հասկանանք մի բան։ Դու պետք է դառնաս աշակերտի կարգավիճակից տեխնոլոգիական զարգացման դուրս գաս դեպի վարպետի կարգավիճակի, ինչպես արեց դա Չինաստանը, ինչպես անում են շատ երկրներ, Էստոնիան, ասենք, եւ այլն։ Տեխնոլոգիան 2։ Տեխնոլոգիան 2, դրա մասին էլ կուզեի մանրամասն խոսել, բայց հիմա եւ երրորդ կարևոր բանը դա բիզնես միջավայրի բարելավումն է, ներառական պետության ստեղծումը, հարկային միջավայրը բարելավելու, այդ սանիկավոր հարաբերություններից պետությունը դուրս հանելու, զսպանակների եւ բանի հակակշիռների համակարգ ստեղծելու, այդ ուղղությունն է եւ մենք կարծում ենք, որ այս 3 գլխավոր ուղղությունների իրականացումից հետո մենք կարող ենք առանց որևէ սենց ասեմ հապաղելու խոստանանք, որ մենք կարող ենք ապահովել 12-15%-ի կայուն աճ ամեն տարի հնայի հաղթահարելու գործազարկությունը ամբողջությամբ, եթե այս 3 ծրագրերը մենք հասցնում ենք իրականացան եւ գնանք աստիճանաբար դեպի պետականորեն ֆինանսավորվող առողջապահություն եւ կրթություն։ Հասկանալի է այդ 3 հիմնասյունները բարձային բոլորից։ Խնդրեմ ձեր ուժի հիմնասյունները որոնք են։ Նախ եւ առաջ եկեք փաստենք, ինչ է նշանակում ունենք տնտեսական աճ, խոսքը վերաբերում է համախառն ներքին արդյունքի անընդհատ թմբկարում են գործող իշխանությունները, կառավարության պատասխանատուները, որ 2 անգամ 2018 թվականի համեմատ աճել է համախառն ներքին արդյունքը։ Դրան զուգահեռ չմոռանանք, որ պետական պարտքը կրկնապատկվել է, ինչպես նաեւ ունենք գնաճ։ Եվ որպեսզի մեր հասարակությունը ոչ բոլորն են տնտեսագետներ, փորձեն կենցաղային օրինակով, կենցաղային լեզվով հասկանալ, փորձեն մի փոքր օրինակ բերել, թե ինչ իրավիճակ ունենք մենք։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ հայրը ունի ամսական կտրվածքով ենթադրենք $4000 համարժեք եկամուտ, այդքան եկամուտ է ստեղծում։ Դրան զուգահեռ ունի ենթադրենք $1800 պարտք։ Եվ ինչ որ մի հրաշքով ինքնաբերաբար սկսում է իր եկամուտները ավելացնել, այսինքն չունի հմտություններ որոշակի տնտեսագիտական բիզնես հմտություններ, բայց անկախ իր կամքից, խոսքը վերաբերում է վերջին տարիներին այդ վերարտանումներով պայմանավորված աճին, որտեղ կառավարությունը իր հմուտ գործողությունների արդյունքով այդ աճը չի ապահովել, այլ դա համարվում է ինքնաբերաբար աճ, դա ի նկատի ունեմ, եւ ինչ որ մի հրաշքով ավելացնում է իր եկամուտները դարձնելով $8000 համարժեք գումար։ Այնինչ կարող էր դա եռապատկել կամ քառապատկել։ Հիմա ինչու ես պետք է հավատամ, որ ձեր ներկայացրած ուժը դա կարող է անել։ Թույլ տվեք ավարտեմ միտքս եւ կբացատրեմ ինչպես։ Սրան զուգահեռ պարտքը ավելանում է այդ $1800-ը $4000 եւ ընտանիքի երեխաները շարունակում են նույն չափի գումար ստանալ հորից։ Հիմա բողոքում են բնականաբար եւ ընդունենք ընտանիքի մեծ զավակը ասում է այդպեսի ինչպես է ստացվում որ եկամուտները դառնում են $8000, պարտքը ավելանում է, բայց դու շարունակում ես մեզ վճարել նույն գումարը ամսական կամ շաբաթական կտրվածքով եւ ինչ որ խոստանում է հայրը ավելացնել 10000 դրամով ենթադրենք այդ։ Մոտարապես այս իրավիճակը մենք ունենք կապված տնտեսական աճի կամ համախառն ներքին արդյունքի աճի հետ կապված։ Ինչպես ենք մենք փոխելու այս իրավիճակը։ Նախ եւ առաջ մենք ունենք տնտեսության կառուցվածքի, տնտեսության որակի խնդիր։ Սա է ամենագլխավորը։ Մենք ունենք այսօր այնպիսի որակի տնտեսություն, որը չի կարող ապահովել պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Մենք նախ եւ առաջ պետք է փոխենք տնտեսական կառուցվածքը եւ մեր 5 տնտեսական քայլերը, իդեպ մենք ունենք այլ ծրագրեր եւս, բայց կարծում ենք, որ մեր 5 տնտեսական քայլերը առաջնային են։ Ժամանակակից այդ 5-ը թվարկեք։ 5 քայլերից ես կառանձնացնեի ամենակարևորները, չեմ ստորադասի մյուս կետերը, բայց մենք առաջարկում ենք 0% հարկ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ովքեր են փոքր բիզնեսի ներկայացուցիչները, դրանք այն սուբյեկտներն են, որոնք գործող օրենսդրության շրջանակներում ունեն տարեկան 115 միլիոն դրամի շրջանառություն։ Գուցե այդ գումարը հետագայում վերանայվի, դա էական չէ։ Բովանդակային առումով դրանք այն սեգմենտն են, որոնք մոտարապես բացարձակ թվով մեր երկրում 70,000, 70-ից 80,000 տարբեր գնահատականներով այդքան տնտեսվարողներ կան։ Բայց
այդ տնտեսվարողների վճարած հարկերը պետական բյուջեի մեջ ընդամենը 2.4% են կազմում, որը ֆիսկալ առումով մենք բյուջեին վնաս չենք հասցնում, բայց լուծում ենք սոցիալական խնդիր, որպեսզի մարդը կպած լինի իր հողին, չարտագաղթի երկրից, աշխատատեղեր չփակվեն, եւ դրա մասին է վկայում վերջին փոփոխությունների արդյունքում 2025 թվականի հունվարին, երբ շրջանառության հարկի դրույքաչափը էապես ավելացավ, տարբեր գնահատականներով իդեպ դա ՊԵԿ-ի պաշտոնական թվերն են, մոտավորապես 3600 ընկերություններ են փակվել։ Սա մեր գլխավոր քայլերից մեկն է։ Հաջորդ քայլը տնտեսության արդյունաբերականացում, 300,000 աշխատատեղերի ստեղծում, 300,000-ից շուրջ 80,000-ը լինելու են արդյունաբերական ընկերություններ, այսինքն իրական տնտեսություն, տնտեսության մասին եմ ես խոսում, որտեղ կլինի տնտեսական կայուն աճ։ Սրանք մեր հիմնական, այնտեղ ունենք նաև դեղորայքի գների նվազում շուրջ 20%-ով, ունենք բնակարաններ, մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին, մեր ծրագրի հիմնական կետերից մեկն է, ինչպես նաև ամենագլխավորը երաշխավորված մթերումներ գյուղացիական տնտեսությունների կողմից մթերող կայաններին, որոնք երաշխավորված ձևով, երաշխավորված գնով տարվա սկզբին կընկնեն պայմանագրեր մեր գյուղացիների հետ եւ այլևս գյուղացին ավելցուկի կամ պակասորտի խնդիր չի ունենա։ Պարոն Անանյան, ուժեղ Հայաստանը շեշտը դնում է հենց տնտեսական եւ սոցիալական բլոկի վրա, իսկ միասնության թևերը Միասնության թևերը նախ տնտեսական քաղաքականությունը մշակել է եւ տնտեսական քաղաքականության ունի երկու մաս, առաջին եւ երկրորդ, առաջին մասը ըստ էության ախտորոշումն է։ Ախտորոշումից հետո մենք մոտավորապես 15 ուղղություններով անելիքներ ունենք, որոնք խտացրել եւ հանրության ներկայացրել ենք 7 առանցքային կետերով։ Առաջինը դա փոքր պետության հայեցակարգի կիրառումն է Հայաստանի պարագայում, այսինքն դու դատապարտված չես որպես փոքր երկիր, այլ ինչպես անես, որ քո փոքրությունը դառնա առավելություն համաշխարհային տնտեսության մեջ։ Դա այն նիշայի ընտրությունն է, բարձր տեխնոլոգիական արտադրանքի, այսինքն ապրանքների ծառայությունների արտադրելն ու արտահանելն է եւ սփռելն է ամբողջ աշխարհի մեջ, այսինքն նիշայի ընտրությունը։ Երկրորդը բնականաբար արդյունաբերականացում, բոլորս էլ ասում ենք, իմ գոլեգան էլ նշեց դրա մասին, բայց մենք դրա հիմքում դնում ենք երեք շատ կարևոր բան, որի մասին նաև պարոն Զուրաբյանը նշեց։ Օրինակ, նախ կոմունիկացիաների մեր ռազմավարությունը հիմնված է 3 առանցքային ուղղությունների վրա։ Առաջինը հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ան ինչ որ տասնամյակներ մենք կառուցում ենք, հիմա էլ կառուցման տեմպերն ու որակը մեզ չի գոհացնում։ Երկրորդը արդեն նշեց պարոն Զուրաբյանը, մենք պատիվ ենք ունեցել իրար հետ նաև ներկայացնել այդ ծրագիրը որպես ապագա տեսլականի հիմք, հյուսիս-հարավ երկաթգիծը, որը շուրջ 12 տարի կոնսերվացված վիճակում եւ կա հիմա նախադրյալներ դա վերագործարկելու համար եւ լիովին ես համաձայն եմ պարոն Զուրաբյանի հետ եւ դա մեր տնտեսական քաղաքականության անկյունակարային անելիքներից մեկն է եւ արևելք արևմուտք երկաթգծի հայեցակարգը, որը եւս 10-15 տարվա կան արած քայլեր, որոնք որ պետք է վերաիմաստավորենք եւ մեր պատկերացված խաչմերուկը մենք ստանալու ենք։ Դրա շուրջ բոլորը արդյունաբերական գոտիներ ենք ունենալու, այդ արդյունաբերական գոտիները լինելու են բարձր տեխնոլոգիական եւ դա երկրորդը։ Երրորդը դա մեր փոքր ու միջին ձեռնարկատիրության հայեցակարգն է, որ պետք է իրականացնենք։ Կարճ ասեմ, որ բոլորը հասցնեմ, դա ըստ էության փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաիմաստավորումն է, այսինքն մենք ոչ թե արդյունաբերականացումը պատկերացնում ենք մի քանի խոշոր գործարաններով, այլ մի քանի տասնյակ, եթե ոչ 100 հազարավոր փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ, որոնք որ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ողնաշարն են։ Եվ նրանց ոչ թե պետք է աջակցենք, այլ պետք է նրանց օժանդակենք եւ ըստ էության դա միջին խավ է, ըստ էության նոր աշխատատեղերը, ըստ էության ամբողջ տնտեսության հիմքն է, որի վրա կառուցվում է տնտեսությունը։ Հաջորդը Չորրորդը Սփյուռքի հետ փոխհարաբերությունները մեր այդ ազգային այդ ամբողջ աշխարհով մեկ սփռված լինելը, դա գիտական միտք է, դա գիտություն է, տեխնոլոգիա է, ֆինանսներ է, դա ռեսուրսներ է եւ մենք Սփյուռքի դերակատարում պետք է վերաիմաստավորենք, ոչ աջակցից ինքը պետք է դառնա համասեփականատեր այս ամբողջ process-ների, որ մենք իրականացնում ենք։ Սա համահայկական տնտեսության իրագործման հիմքն է։ Հինգերորդը գալիս է արժեթղթերի շուկայի վերաիմաստավորում, բաց եւ փակ բաժնետիրական ընկերությունների արհեստական տարանջատման վերացում, բաժնետիրական ընկերությունների, իրական բաժնետիրական ընկերությունների ի հայտ գալ, նրանց բաժնետոմսերի ազատ շրջանառություն արժեթղթերի շուկայում եւ այլն, նաեւ եկամուտների ծախսերի համընդհանուր շրջապտույտից
խնայողությունների անվան տակ դուրս բերված գումարների վերադարձ դեպի տնտեսություն անձնական ներդրումների Եվ 7-րդը վերջինը։ Եվ նախ 6-րդն էլ ասենք, հարկային համակարգի վերաիմաստավորում։ Դուք պետք է ասեի։ Այո, եւ ըստ էության, եթե մենք հիմքում դրել ենք սպառողական մոդելից դեպի արտահանելի մոդել տնտեսության արմատական վերափոխումը, պետք է վերաիմաստավորենք ամբողջ հարկային համակարգի փիլիսոփայությունը։ Հարկային քաղաքականությունը պետք է իրագործի տնտեսական քաղաքականությունից իրեն տրված ազդակները, նա ինքը իրեն չպետք է նպատակադրումներ դնի, որովհետև այդ նպատակադրումները միմիայն ֆիսկալ նպատակ են հետապնդում։ Դա ենթադրում է ավելացված արժիքի հարկի աստիճանական վերացում, շրջանառության հարկի վերացում եւ այդ երկու անուղղակի հարկերի փոխարինում նվազ տոկոսադրույքով վաճառքի հարկի նվազ եւ շատ հեշտ վարչարություն պահանջող վաճառքի հարկի ներմուծմամբ եւ 7-րդ թվային դրամի հայեցակարգի իրականացում, որը ըստ էության թվային դրամի հայեցակարգի իրականացում, որը որ կանխիկ անկանխիկ դրամի հետ միասին մեկտեղ լինելու է մեկին մեկ փոխարկելի թվային արժույթ, որը աստիճանաբար նաեւ հեռահար նպատակներ է հետապնդում, բայց առաջին փուլում ինքը կիրառվելու է պետական գնումների համակարգում, պետական գնումները դարձնելով հետագծելի, վերահսկելի եւ այլն։ Պարոն Իկանով, այդպիսի պարտադրող ազգանուն ունեք, հա, էկոնոմիկայի վերաբերյալ ձեր ներկայացած քաղաքական ուժը։ Գալիս սրբության մոմենտով է, այդ ավելի շատ։ Իսկ էկոնոմիկայի վերաբերյալ ձեր քաղաքական ուժը ինչ հայեցակարգ ունի։ Ներկայացնեմ, ուրեմն ինչն է, հա, մոտեցումը մեր, նախ եւ առաջ որ հասկանալի լինի բոլորին, ներ ուժը դեռևս կուսակցություն չի եւ երևի թե չդառնա, քանի որ ի սկզբանե մենք ասենք պատրաստվել ենք, որ պետք է համախմբենք տարբեր կուսակցությունների եւ մի մոտեցման շուրջ, քանի որ մենք չենք տեսնում, որ տնտեսությունը դա առաջնահերթ հարցն է, մենք տեսնում ենք համակարգային փոփոխությունները որպես առաջնահերթ հարց եւ մենք բոլոր մեր փոփոխությունները ընդհանրապես առաջարկում ենք համակարգային փոփոխություններից հետո անցնել տնտեսական հայեցակարգին, չնայած մենք մեր ունենք հեսա կներկայացնեմ տնտեսական հայեցակարգը, սակայն ելի եմ ասում, եթե այս իրականում ես բոլորին ճանաչում եմ ներկա մարդկանցից, թե ղեկավարները, կուսակցության ղեկավարները, առաջնորդներին, ես վստահ եմ, որ իրանք շատ ազնիվ ու իրականում պրոֆեսիոնալ մարդիկ են ու ճիշտ ծրագրեր են ներկայացնում եւ իրականացնել են, փորձելու են իրականացնել, երբ որ գան իշխանության, ամեն դեպքում դա այն խնդիրն է, որը որ մենք ունենալու ենք 5 տարի հետո, եթե մնաց նույն համակարգը, նույն սահմանադրությունը, դրա համար մենք առաջարկում ենք ամենակարևոր հարցը։ Մենք փոխենք սահմանադրության մեջ այն մոտեցումները, որը որ թույլ չի տա մի մարդու ոչ մեկին, կապ չունի ով է, ինչքան լազնիվ է, լավն է, որ գա ու դառնա թագավոր։ 2/3 հապ սահմանադրություն փոխելու համար։ Ոնց։ 2/3 հապ։ Նայեք, ոչ, մենք հանրակրվեով ենք անելու, մենք ներկայացնել ենք որպես առաջարկ ժողովրդին եւ ժողովուրդը որոշել։ Հիմա ինչ որ կապված է տնտեսության, քանի որ մենք նախատեսել ենք նաեւ տնտեսական փոփոխություններ, դա այն մոտեցումները, որը որ կապված է բարձր տեխնոլոգիաների հետ, դա իրականում հնարավորություն է տալու ու ի սկզբե ասեմ, որ ասենք դա մենք սիմուլյացիաներ ենք արել բաների վրա, այդ արհեստական բանականության մոդելների վրա, թե ChatGPT, Gemini, DeepSeek-երի վրա, տվյալները բոլորը կան բաց եւ մենք դա աշխատացրել ենք, ինչ ենք ստացել։ Ուրեմն, քանի որ իրականում այսօրվա դրությամբ մեր տնտեսությունը գորշ մասը կազմում է, բանով պետությունը ասում է 35%-ի շուրջ, իրականը մոտարապես մեր պատկերացումը 65%-ի, եթե վեկալ ենք 50%-ն է կազմում գորշ տնտեսությունը, ուրեմն եթե այդ մեր մոտեցումը մենք ներկայացնենք, դա հենց կապված է երկու ռեեստրոնից, ոչ թե միայն CBDC-ին, այդ հովանշային դրամը, այլև ռեեստրը, որտեղ որ ապրանքները ու ծառայություններն են ներկայացված, սրանք շահկապված են շատ պինդ կոշտ իրար հետ կապված են եւ այդ պարագայում ասենք եթե ինչ-որ բան է մարդ արտադրում կամ ծառայություն է մատուցում, այդ ամեն ինչը միայն կփոխանցվի այն դեպքում, երբ որ դա օրինական ձևի այդ ռեեստրոն գրանցված է։ Դա չէ, չեմ վերջացրել, հատ վերջացնեմ, որ հասկանալի լինի, ես հասկանում եմ, որ ասում եք, մի հատ sense բան կա։ Սա ինչ է տալու, հա, սա տալու է այն հնարավորությունը, որ
քո տնտեսությունը իրականում լրիվ բաց է լինելու, բարձ, մաքուր, սպիտակ տնտեսություն է ունենալու։ Ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մեկին մեկ հնատ աճի։ Հնատ աճելու դեպքում դա առնում է, ասենք թե $18,000 շուրջ մեկ շնչի հաշվարկով, հա, այդ դեպքում 16 իրականում այսօրվա դրությամբ, եթե հաշվարկես, որ ներդրումներն էլ կավելանան, քանի որ տնտեսությունը սպիտակ օրենքներն էլ համապատասխան, եթե ճիշտ բովանդակություն ունենան, ներդրումները կավելանան, դա ասիմետրիկ աճ է տալու եւ այդ դեպքում իրականում մենք կարողանում ենք ապահովել այս հաշվարկները դրա համար ասում ենք սիմուլյացիան արել ենք, դա դառնում է անենց, որ թոշակները, թոշակառուները մեկին մեկ կարելի է ավելացնել, առնվազն բժիշկների, ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձները առնվազն դառնա 350,000 եւ ավել իհարկե, առնվազն 350,000 դրամի չափով դառնալու։ Այդ մոտեցումները իրական են, դա հնարավոր է անել եւ այն բանը ինչ որ ասեց պարոն Զուրաբյանը, որ Իլոն Մասկն ասում, որ ինքը բան անելու աղքատության դեմը, դա իրականում այդ աղքատության հարցն է լուծում, որովհետև ընդհանրապես մեր հաշվարկով մոտարապես մինչև 1 միլիարդ դրամ եկամուտ կլինի հենց այդ դեպքում տարեկան, հա, բյուջեի, բացի ուրիշ բաներ, եթե չհաշվես, դա հնարավորություն է տալի աղքատության դեմը առնել միանշանակ։ Տեսեք, հիմա անխուսափելի հարց, հա, ինչու պետք է ընտրողը հավատա, որ հենց ձեր ներկայացրած քաղաքական ուժերն են ի վիճակի կատարել ձեր տված խոստումները։ Ես էլ կարող եմ 400,000 աշխատատեղ խոստանալ կամ տնտեսական աճ 18%-անոց։ Այ խնդրում եմ պարզաբանեք, որն է ձեր գլխավոր ապացույցը, որ դուք դա կարող եք անել, խնդրեմ։ Այն բանը, որ մենք ասում ենք, այսքան այդ երկաթուղու կառուցումը, դա ըստ էության շատ լուրջ փոփոխություններ կմտցնի մեր կյանքում, այսինքն Հայաստանի տնտեսական դերը աշխարհում կփոխվի։ Նախ եւ առաջ Հայաստանը ինքը իրան կմիանա այդ երկաթուղով։ Քանի միլիարդ է պետք է երկաթուղը 2 ունենք։ Մենք նախատեսել ենք, որ այդ գումարի մի մասը պետք է տա պետությունը, այսինքն իդեպ իհարկե Ես ձեզ հենց հիմա ասեմ մի բան, այստեղ շատ կարևոր։ Մի հատ շատ առեղծվածային բան կա, թիվ կա, որը կոչվում է զուտ պահանջներ կառավարությանը, որից պարզվում է, որ պետությունը մոտավորապես 550 միլիարդի դրամ մշտապես պահում է կենտրոնական բանկում, չօգտագործելով դա։ Այսինքն ընդ որում կներեք, սա բանը շատ լուրջ գումար է։ Սա կազմում է պետական ծախսերի մոտավորապես 18%-ը, իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ դուք օրինակ պատկերացրեք ձեր ամբողջ տարվա ծախսերի 15%-ը կամ 20%-ը դուք միշտ պահում եք ինչ որ միտեղ դրված, ճիշտ է, այնտեղ ինչ որ բան գալիս է, դիվիդենդներ գալիս է, բան, բայց ըստ էության դու դանդաղացնում ես քո հնան։ Դու չես, իդեպ սա բան չի, սա մերկապարանոց չի, որովհետև ուրեմն բանը այդ ամեն ինչը կապիտալ ներդրումները թեր կատարվում են, ընդհանրապես թեր կատարման ծախսերի թեր կատարումը կազմում է 170 միլիարդ դրամ, այսինքն մոտ կես միլիարդ ներողություն, ինչքան է ստացվում, եթե դոլարով ասենք։ Դե լավ, դրամով հերիքա 176 միլիարդ դրամ քնած փող է, որը կառավարությունը չի աշխատացնում։ Արժի օգտագործել։ Հիմա ուզում եմ ասեմ, ներդրումներ չեն անում, ու սա շատ լուրջ խնդիր է։ Կապիտալ ներդրումներ Հայաստանում թերակատարվում են տարեց տարի։ 450 միլիոն դոլար։ 550 միլիարդ միլիարդը 550 միլիարդ դրամի չափով։ Հիմա դուք ասում եք փող որտեղից։ Հիմա մեր բանը այսպես է։ Մենք իհարկե պետք է ինքներս էլ դնենք դրա մեջ, այսինքն ինչ որ մի մասը Հայաստանը պետք է դրա մեջ դնի, որ այսինքն դա պետք է ցույց տա, որ ինքը նախաձեռնություն է, ինքը իր սուվերեն տարածքը պատրաստ է վճռականորեն եւ հետեւականորեն օգտագործել երկաթուղու կառուցման համար, բայց երկաթգիծը հասկացան։ Բայց հիմքում դրված է լինելու միջազգային կոնսորցիումի ստեղծումը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, ինչու՞ չէ այլ երկրների ներգրավմամբ ամերիկացիներին էլ կհրավիրենք Եվրոպական միությանն էլ, Թուրքիային էլ, Ադրբեջանին էլ։ Հիշում եք իմ հարցը, ես հարցնում եմ ինչու ես
պետք է մտածեմ, որ դուք դա կարող եք, իսկ մյուսը չի կարող։ Որովհետև նախ եւ առաջ 1988 թվականից սկսած ինչ որ խոստացել ենք արել ենք, այդ թվում նաեւ Ղարաբաղի պատերազմում հաղթանակը մենք ազատագրել ենք, մենք բերել ենք Հայաստան անկախության, ազատագրել ենք Ղարաբաղը, ստեղծել ենք խաղաղության հիմքերը եւ ամբողջ աշխարհը ընդունել է, Ադրբեջանը ընդունել է, չի ընդունել մենակ մեր ներքին այդ առավելապաշտական քաղաքական վերնախավը։ Այսինքն մենք մեր գործերով ապացուցել ենք, որ մենք կարող ենք անել ինչ որ մենք կարող ուզենք եւ մենք ունենք ռեալիստական, իրատեսական մոտեցումներ։ Հիմա բացի դրանից մենք տալիս ենք լուրջ բաներ, լուրջ հիմնավորումներ։ Հիմա օրինակի համար դուք գիտեք 2019 թվին, երբ որ ստեղ եղավ WCIT-ի այդ հայտնի այդ ժողովը, այն ժամանակ մենք հայտարարություն արեցինք, որ Հայաստանի IT սեկտորը ամենախոստումնալից սեկտորն է, ինքը 5% է արդեն կազմում, մեծ տեմպերով աճում է եւ պետքա պետության աջակցություն այդ սեկտորի զարգացման համար։ Հիմա դառել է 10%։ Բայց կարող է հիմա 10% արդեն IT-շնիկները ապահովում են, հասկանում եք։ Մենք սրա վրա պիտի դնենք բան, մենք R&D-ն, այսինքն գիտահետազոտական բաները, այդ ուսումնասիրությունները պետք է պետականորեն ֆինանսավորվենք, որը համարյա չկա այս մեզ մոտ։ Մենք պետք է ստեղծենք սուվերեն արհեստական բանականություն, դա գիտեք ինչ է։ Ցավոք, այս ֆորմատով մենք չենք հասցնի այդ թեմային անդրադառնանք, բայց շատ կարևոր թեմա է։ Ձեր ներկայացրած քաղաքական ուժը խոստանում է 300,000 նոր աշխատատեղ, Էկոնոմովի ասացին մի շարունակություն, մի բան էլ ասեմ, մենք էլ ենք համարում, որ պիտի բիզնեսի համար քաղաքական համակարգը փոխվի, պետական քաղաքական համակարգը երկու բանով՝ կիսանախագահական համակարգի սահմանադրության վերադարձ, մեկ, որը արդեն բանը կստեղծի իշխանության բաժանում եւ հավասարակշռում որոշ իմաստով, պլյուս ամենակարևոր գաղափարը, որ գիտեմ իրենք էլ են կիսում, դա արդարացության համակարգը։ Եթե լավ բան է, բոլորս էլ կկիսենք։ Հիմա հետնական իրավունքի համար պատերազմի գործադիր այսինքն խոսքը նա մասին է, որ արդարացան համակարգը, դատախազությունը, քննչական, չգիտեմ, ապարատը, դատական համակարգը հանել գործադիր իշխանության վերահսկողությունից սահմանադրական լուծումներով։ Պարզաբանեք, ինչու ես պետք է հավատամ, որ դուք կարող եք անել այն ամենը, ինչը խոստանում եք։ Մի շատ լավ արտահայտություն գոյություն ունի արդյունքի մեթոդաբանություն, թե ով ինչ արդյունքներ է կյանքում արձանագրում, դա կլինի մարդ, դա կլինի բիզնես հաջողություն եւ այլն։ Չմոռանանք ով է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Աշխարհի շատ ու շատ երկրներ կերազեն բառից բուն իմաստով նման հայրենակից ունենալ, որը իրականացրել է մեգա նախագծեր, իրականացրել այնպիսի անիրականալի ծրագրեր, բիզնեսի ոլորտում, մասնավոր բիզնեսի, հիմա շարունակեմ միտքս, մասնավոր բիզնեսում հաջողություններ արձանագրած նման մասշտաբի գործիչներ շատ քիչ են աշխարհում, եւ բարեբախտաբար Սամվել Կարապետյանը մեր հայրենակիցն է։ Հիմա քանի որ մեր ժողովուրդը, մեր բնակչությունը ունի բացառիկ հնարավորություն ապագայում լավ ապրելու, այդ առիթը պետք է բաց չթողնի եւ իր ձայնը տա ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Ես արդեն ասեցի, մեկ անգամ եւս կրկնեմ, արդյունքի մեթոդաբանությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունքներ է արձանագրել Սամվել Կարապետյանը եւ վստահեցնում եմ այդ մեգա նախագծերը ինքը ի վիճակի է իր ուժով հանդերձ իրականացնել, երբ որ ստանձնի պետության ղեկը։ Տեսեք, երիտասարդ քաղաքական ուժ եք, համենայն դեպս այդ ասպարեզում որևէ դրսևորվելու հնարավորություն մինչ այդ չեք ունեցել, նաեւ որպես անհատներ, հա, այդ իմաստով թերություն չէ, մի կողմից դուք ասում եք բիզնեսի մասին, բայց մի բան խոսում ենք պետական կառավարման ոլորտի մասին։ Նախ բիզնես հմտությունները հնարավոր է կիրառել նաև պետություն ղեկավարելիս, մենք տեսնում ենք, թե ինչ հայրենասիրական նաև մղումներով պայմանավորված մեգա նախագծեր է իրականացրել Սամվել Կարապետյանը, իսկ ինչ վերաբերում է թիմին, իսկ ով է ասում, որ թիմի առանձին անդամներ հաջողություններ չեն արձանագրել։ Ճիշտ հակառակը, մեր հասարակությունը նոր ուժի կարիք ունի, մենք ենք այդ նոր ուժը եւ մեր ապագա վարչապետը Սամվել Կարապետյանն է, մենք դրանում կասկած չունենք։ Եվ ես նորից եմ ասում, ցանկացած բանական հայ պետք է այս շանսը բաց չթողնի իր ձեռքից։ Պարոն Անյան, ո՞րն է երաշխիքը, որ դուք կկարողանաք կատարել ձեր տված խոստումները։ Երաշխիքը ազնի խոսելն է, պարզ բացատրելը եւ նաեւ ցուցադրելով այն տեխնոկրատ լինելու հանգամանքը մեր թիմի ֆրոնտ լայնում գտնվող անձանց, ովքեր իրենց աշխատանքով ապացուցել են, որ ամեն մեկը իր մասնագիտության եւ պրոֆեսիայի մեջ զաղողումներ չի ունեցել, եթե չասենք, որ ունեցել է հաջողություններ։ Հիմա ավելի պարզ։
մենք մի քանի ուղղությունների մեջ, այդ 7 ուղղությունների մեջ հանրությանը պետք է մի քիչ ավելի պարզ ու մատչելի ասենք։ Ասում ենք փոքր ու միջին ձեռնարկատիրություն, դա նշանակում է մի մեծ մեր հայրենակիցների բանակ։ Ասում ենք, տեսեք, մենք պարզեցնելու ենք համակարգը, բայց միջև պարզեցնելը, օրինակ, պարզ ասում ենք, որ վերականգնելու ենք 25 թվականի հունվարի 1-ի ստատուս քվոն, այսինքն փոփոխությունները, որոնք որ վիճահարույց են եւ հանրային քննարկում չէին անցել, հարկային համակարգի, շրջանառության հարկի կրկնակի բարձրացումը դրույքաչափերի եւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ շրջանառության հարկ վճարող լինելու այդ սահմանափակումները վերացնելու ենք, այսինքն վերադառնալու է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը 24 թվականի դեկտեմբեր 31-ի դրությամբ իր հնարավորություններին։ Մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք նոր համակարգը դիզայն չենք արել ու չենք ներկայացրել։ Այսինքն սա ազնիվ խոսք եւ ազնիվ վարկագիծ է, որ քանի դեռ մենք չենք դիզայն արել ավելի լավ համակարգ, մենք վերադարձնում ենք ստատուս քվոն։ Երկրորդը, մենք ցույց ենք տալիս, որ Սփյուռքի դերը մեր կյանքում, Սփյուռքի մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստան, իրենց համար ստեղծում ենք երաստիճան համակարգ տնտեսության մեջ ինտեգրացում կատարելու։ Դա արդյունաբերության տունն է, դա առանձին բաժնետիրական ընկերություններում ներդրումներ կատարելու հնարավորություններ, առանձին ծրագրերում ֆինանսավորում կատարելու հնարավորությունն է, որը որ իրագործելու ենք բաց ու թափանցիկ համապատասխան application-ը, ոնց որ ասում են, այդ ծրագրային ապահովումը լինելու է on-line հարթակում եւ դրա համար լինելու է հատուկ մարմին կոմիտեի կարգավիճակով, որը իրագործելու է դա։ Հաջորդը, մենք ցույց ենք տալու, որ շատ կոնկրետ արդյունաբերական գոտի ենք ասում, այո, առաջին արդյունաբերական գոտին ասելու ենք, որ սկսում ենք կառուցել Աշոտսկում։ Ինչու Աշոտսկում, որովհետև կլիմայական պայմանները այնպիսի բացառիկ են, որ Աշոտսկը իրենից ներկայացնում է բնական հովացման համակարգ։ Իսկ բնական հովացման համակարգերը մեզ անհրաժեշտ են այն տեխնոլոգիաներում, որոնք որ բարձր էներգատար են։ Բարձր էներգատար պրոֆիլները մեր ապագան են։ Դա իմ գոլեգաներն էլ ասեցին, եւ կա նաեւ ռազմարդյունաբերության հետ կապված մեծ պլաններ, որը առաջինը պետք է ներքին ռազմարդյունաբերական համալիրը ապահովի եւ երկրորդը պետք է արտահաների տնտեսության սեգմենտ դառնա։ Այս սրանով մենք հանրությանը ներկայացնելու ենք այս 3-ը ես ասեցի, սրանք նրանք են, որոնք որ մենք պետք է հասցեական ասենք եւ ասենք, որ սրանք իրագործելու ենք եւ ասելու ենք, որ այս ծրագրերը, որ մենք իրականացնում ենք կամ իրականացնելու ենք միասին, սիրելի հայրենակիցներ, սրանք 15-ից 20 տարվա պրոսպեկտիվ ունեն, բայց մենք կիսելու ենք դա ամենամյա մեր անելիքները, ցույց ենք տալու, որ այս տարի ունեցանք այս հաջողությունը, այս տարի այս հաջողությունը եւ այդպես գնալու ենք շարունակ։ Մենք չենք գայթակղվելու քաղաքական կոնյունկտուրայով, այսինքն երբ որ դու իրագործում ես կարճաժամկետ ծրագրեր, կարճաժամկետ ռեֆորմներ, կարճաժամկետ արդյունքներ ապահովելու համար, որովհետև քո նպատակը միայն քաղաքական վերարտադրությունն է։ Մենք ցույց ենք տալու, որ մենք եկել ենք իրագործելու շատ երկարատև տնտեսական ծրագրեր եւ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարները հստակ ցույց են տալու մեր հայրենակիցներին։ Պարոն Անանյանը պնդում է, որ ազնիվ խոսքը դա հենց այն հիմքն է, որին կարելի է հավատալ։ Ազնիվ խոսքը եւ գործով ապացուցելը եւ կարճ ժամանակ հաշվետվողականությամբ հանրությանը հանդես գալ։ Իսկ ձեր ղեկավարած քաղաքական թիմը ինչ երաշխիքներ է տալու, որ կկարողանա կատարել իր տված խոստումը։ Շնորհակալություն։ Մինչ անդրադառնամ այդ հարցին, ես կուզենայի իմ գործընկերների ասածներին, այն իմ հասկացության մեջ թերություններին անդրադառնայի, ուրեմն ինչ որ կապված է պարոն Զուրաբյանի իմ լավ ընկերոջ առաջարկի հետ, այն որ կիսանախագահականի հետ կապված են նույն մոտեցումները, ինչ որ եւ մենք էլ ենք պատկերացնում, որ պետք է լիազորությունները վարչապետից գնա մի մասը դեպի պետխորհուրդ, որը որ մենք ենք առաջարկում, ինչն է մեր կողմից դա դիտվում ինչպես թերություն, որ նախագահան, եթե լինում է ու իրանը տալացում այդ լիազորությունները, դա դառնում է նախագահ վարչապետ երկու մարդ են, անձինք իրար մեջ մեր փոքր հանրապետության մեջ շատ հեշտ իրար հետ կարող են լեզու գտնել, խավոր սանիկ բարեկամ դառնալ ու վերջը դառնում է մի բան, բայց որը երկուսի ձեռի մեջ առնելու։ Դրա համար մեր առաջարկը, որ մենք ենք առաջարկում պետխորհուրդը, որը կազմված առնելու 9 հոգուց, որը որ 3 տարի մեկ 3 հոգի փոխվելու է, դա թույլ է տալի նախ եւ առաջ չլճացվի, մյուս կողմից դա 9
9 հոգին դա մի մարդ չի, 9-ի հետ լեզու գտնելը վարչապետի մոտ դժվար կլինի, դա ավելի մոտեցումը մեր կարծիքով ավելի ճիշտ է մեր համար։ Ինչ որ կապված է պարոն Փարմանյանի ասացի հետ, նայեք, հաստեղ մի հատ բան կա, որ դուք ասում եք ապացուցված է, որ ինքը մեծ ուժեղ գործարար է, այո, իմ լավ հարգված ընկերս է, որին վստահում եմ, գիտեմ, որ ուժեղ գործարար է եւ վստահ եմ, որ կարա լավ ուժեղ ղեկավար լինի։ Սակայն մենք ունենք մի հատ օրինակ, երբ որ էլի մյուս իմ ընկերս, որը որ Վարդանյան Ռուբենն է, որը որ չտեսնված գործարար, որը տապալեց այն ինչին համար ինքը գնացել էր, որ ղեկավարի քաղաքական բանը։ Այդ ձեր հարցի կոմա անդրադառնալու։ Իմ հարցը հիշում եք։ Այո, ես հեսա գալու եմ։ Անդրադառնանք հարցին, որտեղ ժամանակը արդեն քանի որ բանա չէ, դա երկխոսության բանով է, ես պարոն Մանանյանի հետ էլ մի հատ բան ուզում ասելու, որ ինչ որ կապված է պարոն Մանանյանի հետ թվանշային բանի դրամի հետ կապված, այնտեղ այդքան միանշանակ չի, որ կլինի հետևել, այնքանով կլինի հետևել, ինչքանով եւ այսօր է լինում հետևել այդ բաները, առնելը, եթե երկրորդ ռեեստրը չլինի, շատ կարեւոր է երկրորդ ռեեստրը լինի, այդ դեպքում ավելի հնարավոր կլինի իրականում դա բարձրացնել, բացանել այդ բանը։ Ինչ որ կապված է մեր կողմից, մենք անենց ենք անում, որ մարդուց կապված չլինի, մենք ներկայացնում ենք միանշանակ մոտեցումը, որը համակարգչից է կախված լինելու, մարդու ֆակտոր ընդհանրապես գոյություն չունենալու, քանի որ ամեն ինչ լինելու բլոկչեյնի վրա համակարգիչների միջոցով մարդու ֆակտոր ընդե գոյություն չի ունենալու եւ տնտեսությունը եթե մենք հաշվում ենք որ այսօրվա դրությամբ 50%-ով գործ գոտու մեջ է դու մաքրելով դու մեկին մեկ ավելացնում ես դրանով ամեն ինչ աստվածա եւ ինձ թվում է շարունակել չարժի ավելի ինչ հաստատելի ավելի բան կարա լինի Հիմա ես առաջարկում եմ ծանոթանանք սովորական երևանցիների կարծիքներին ու գնահատականներին մարդիկ շուկայում ինչի մասին են խոսում 70,000 դրամով դե դրանով դու ապրել ոնց ես ապրելու մեծ ընտանիք ենք մենք ոնց եմ ապրելու 9 օրեկան օրենք են փոխում օրեկան գնաճ են կազմում օրինակ մեկը ասեմ այդ քարտային համակարգին որ անցել են ասենք ժողովրդի համարյա 80%-ը բանկերի հետ խնդիրներ ունի հիմա ես օրեկան վարձատրվում եմ արձերն ինձ գումարը տալիս եմ, բայց եթե անցավ քարտայինի, բնականաբար պետքա քարտով ստանամ, ինչն էլ որ կեսը պահելու են։ Մենք հիմա աշխատողի դեֆիցիտ ունենք Հայաստանում, լուրջ դեֆիցիտ ունենք, որտեղ մենք մեր խանութի համար չենք կարողանում աշխատող ճանենք։ Ով ասում, որ Հայաստանում գործազուրկ են, այդպես բան գոյություն չունի։ Ամբողջ բանջարեղենը հիմնականում գալիս էր Իրանից։ Համատեղ մերինի հետ դրա համար հարմար գներ էր, իսկ հիմա Իրանից չի գալիս, Թուրքիան դե թանկ է ուղարկում Հայաստանում է քիչ է քանակը։ Դա է հարց։ Ես օրինակ դժգոհ եմ մի բան, որ կուզեի կառավարությունը ուշադրություն դարձնել, այս փորձաշրջան կոչված երևույթից, երբ որ տեղավորվում էի աշխատանքի նորից փորձաշրջան պետք է գնայի ու դա չէր վճարվում։ Առաջ օգնում էին, հիշում եք։ Դաժե վերևից դեղերով սրսկում էին, մշակում էին, որ չվերքոթվի հողը, այսինքն այդ Սև մրուկը չտարածվեր անգամ հարևանի բաղջից մյուսի սահմանը։ Այ եկեք թև գյուղացուն թև տանք։ Եթե գյուղը չլնի, սա չլնի, հատիկը, ծորենի հատիկը, քաղաքը ո՞նց կարող է առաջընթաց ունենալ։ Հիմա պարոնեք եկեք հասկանանք, թե որ տնտեսական միավորումների հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա իրականացնել այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք։ Դա ԵԱՏՄ-ն է, դա Եվրամիությունն է կամ միգուցե տարածաշրջանային ինչ-որ նոր միավորումներ կարող են ի հայտ գալ, որոնք մեզ կօգնեն տնտեսական աճ արձանագրել, խնդրեմ։ Մեր ծրագրի անկյունակարներից մեկը դա երկիր կամուրջ հայեցակարգով մեր արտաքին քաղաքականության կառուցումն է։ Այսինքն մենք համարում ենք, որ մենք չպետք է բլոկավորվենք, չպետք է դառնանք ինչ-որ մեկի սատելիտը, մենք պետք է գտնենք հնարավոր շահավետ համագործակցություն եւ Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ, եւ եվրոպացիների հետ, Եվրոպական միության հետ, եւ Ամերիկայի եւ Իրանի, հիմա կարող եք ասել իհարկե, որ դա հնարավոր է, իրենք հարցեր են դրելու, ուրեմն 90-ական թվականներին մեզ դա հաջողվել է, չնայած շատ սրված էին հարաբերությունները Ամերիկայի եւ Իրանի միջեւ։ Իսկականներին ոչ ԵԱՏՄ-ը կար, ոչ էլ Եվրամիության անդամակցելու հայտ էին ունեցել։ Բայց մրցակցությունը գեոպոլիտիկ կար։ Ես դրա մասին եմ խոսում։ Եվ այդ նույն պահանջները մեր առաջ դրվել են։
ամերիկացիք ասում են Իրանի հետ չպետք է առևտուր ունենանք, մենք ասում ենք չպետք է ունենանք եւ իրագործում ենք դա, կար բարձրացում Ռուսաստանի եւ արևմուտքի միջև Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա վերահսկողությամբ մենք միշտ կարողացել ենք նավարկել այդ բաների հարաբերություն, մենք պահել ենք մեր կենտրոնը, մեր պետության շահի վրա կենտրոնացվածությունը։ Հիմա մենք առաջարկում ենք դա։ Իմացեք մի բան, ինչքան էլ աշխարհակահական այս բլոկերը իրար հետ հակամարտության մեջ մտնեն, իրենք նույնպես ունեն ինչ որ կանալներ, ինչ որ համագործակցության եզրեր գտնելու անհրաժեշտություն ու դա կարող է վերապահված լինի որոշակի երկրներին։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է այսօր էլ չէ, արդեն ինքը ինչ որ հաբի դեր է կատարում, օրինակի համար դու կարող ես Երևանի բանում օդանավակայանում թռնես եւ Ռուսաստան եւ Իրան ամենապես միջև պատերազմը եւ Էմիրատներ եւ Եվրոպա եւ այլն եւ այլն։ Հիմա Լոնդոնի հետ են բացում ռեյս։ Այսինքն այդ մի մոդելը արդեն ցույց է տալիս, որ Հայաստանը սկզբունքորեն կարող է այդ հակամարտության մեջ ստանձնի այդ կամուրջի դերը, որը իդեպ միշտ եղել է հայերի դերը ամբողջ աշխարհում։ Եթե հիշենք մեր փառապանծ այդ առևտրական ցանցերի գոյությունը, որ հայերը ապահովում են Ճապոնիայից մինչև Իսպանիա այդ առևտուրը եւ այլն եւ այլն, մենք այդ կոնցեպտի մեջ լինենք։ Մենք պետք է ստեղծենք կամուրջ, մենք պետք է շահերը բոլորի փորձենք ներդաշնակել մեր շահերի հետ եւ հենց դրանով պայմանավորված են մեր կոնցեպտը, որ մենք ասում ենք պետք է լինի TRIP plus BRICS։ Օրինակ մենք ասում ենք, որ TRIP-ը շատ միակողմանի վատ բանակցված, միակողմանի խաղաղություն է, եթե դա խաղաղություն է, որովհետեւ ես հիմա շատ կասկածում եմ, հատկապես վերջին զարգացումների ֆոնի վրա, որ դա մեզ բերելու է խաղաղություն, բայց մենք չպետք է այնպես անենք, որ աշխարհաքաղաքական հակասությունները դառնան պատերազմի, չգիտեմ, Հայաստանը վերածեն պոլիգոնի, պրոքսի պատերազմներ Հայաստանում վարվեն, այսինքն մեր նպատակը այն լինի, որ մենք ամբողջ աշխարհին ասենք, Հայաստան, որտեղ ուզում եք կռվեք, Հայաստանում դուք չեք կռվելու, Հայաստանում դուք գալու եք համագործակցելու, եւ մեր ամբողջ ինքնիշխանության իմաստը պետք է լինի հենց այդ կոնցեպտի իրագործման մեջ։ Պարոն Ֆարմանյան, եթե Ռուսաստանը շատ հստակ դնի հարցը, կամ ԵԱՏՄ կամ Եվրամիություն, դուք կոչ կանեք ինչ պատասխան տանք։ Նախ սկզբում թույլ տվեք գործընկերոջ արձագանքել, քիչ առաջ առաջ ունեցա Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան համեմատությունը բացարձակ տեղին չէր։ Կարծում եմ, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը այլ իրավիճակում էր գտնվում եւ ընդամենը մեկ ընդհանրություն կա, որ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Ռուբեն Վարդանյանը ապօրինի Ադրբեջանում։ Ընդամենը այդքանը։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, թե որ բլոկի մեջ, տեսեք Հայաստանի Հանրապետությունը ունի այնպիսի աշխարհաքաղաքական դիրք, այնպիսի դիրքում է գտնվում, որ փչացնել հարաբերությունը ինչ որ մի գործընկերոջ հետ հանուն մեկ այլ գործընկեր ձեռք բերել, դա շատ վտանգավոր է։ Օրինակ Հայաստանի համար շատ չափազանց շատ կարևոր պետություն է Վրաստանը, օրինակ նույն։ Մենք հիշում ենք, թե ինչպես 2008 թվականին օրինակ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի տնտեսությունը խեղդվում էր բառից բուն իմաստով։ Մենք իրավունք չունենք հարաբերություն փչացնել մեր հարևան Իրանի հետ։ Մենք իրավունք չունենք հարաբերություններ փչացնել Եվրոպայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն մեր բանկային համակարգը, SWIFT համակարգով կապված այդ միջազգային բանկային ցանցին։ Ինչու եմ սա նշում, այսինքն ինչ որ այսպես կոպիտ մեթոդներով ասել այս կամ այն բլոկ, դա տեղին չէ, մենք ունենք իրողություններ, ունենք փաստ։ Այսօր Հայաստանի Հանրապետության արտահանման կառուցվածքը այնպիսին է, ես փաստ եմ արձանագրում, որ մեր արտադրանքի առյուծի բաժին ընկնում ուրեմն Եվրասիական միության անդամ երկրներին։ Հիմա այլ հարց է, որ մենք պետք է ձգտենք դիվերսիֆիկացնել այդ արտահանման կառուցվածքը։ Օրինակ գործող իշխանությունները ինչ են անում։ Պետական բյուջեից ֆինանսավորում են առանձին տնտեսվարող սուբյեկտների, որպես իրենք հնարավորություն ունենան իրենց արտադրանքը արտահանելու եվրոպական երկրներ։ Հիմա այս հարց եմ հնչեցնում, իսկ ինչու չեն ֆինանսավորում այնպիսի ընկերությունների, որոնք իրենց արտահանումը կուղեն դեպի, ասենք, օրինակ Չինաստան կամ Կորեա կամ մեկ այլ պետություն։ Այսինքն ընտրել ինչ-որ մի բլոկ, Եվրոպա կլինի, Ռուսաստան կլինի, թե մեկ այլ բլոկ, դա ճիշտ մոտեցում չէ։ Իսկ եթե այդ բևեռացումը բերի այն օրվան, երբ դա անխուսափելի լինի։ Եթե այնպիսի իրավիճակ մենք ունենանք
որը նաև հիմա էլ ունենք, որ դա վտանգ կսպառնա մեր տնտեսությանը, կփլուզի մեր տնտեսությունը, բնականաբար մենք մեր երկրի շահերից բխած քաղաքականություն պետք է իրականացնենք։ Եվ որն է լինելու մեր երկրի շահերից բխած քաղաքականությունը, եթե Աստված չտա, այդ օրը իսկապես գա, պարոն Մանանյան։ Այդ օրը կարող է շատ ավելի շուտ գա, եթե այսօրվա իշխանությունը վերարտադրվի։ Հետևաբար շեշտը դնենք, ես հիմա մի փոքր քաղաքական մի նախադասություն ասեմ, շատ արագ վերադառնամ տնտեսությանը։ Եթե մենք ուզում ենք ապագայի հետ կապված տնտեսական ծրագրեր քննարկենք, ուրեմն մենք պետք է հունիսի 8-ին առավոտյան ունենանք մեկ այլ Հայաստան։ Սա միանշանակ է։ Հիմա տեսեք, ԵԱՏՄ ամեն դեպքում առանց Փաշինյան Հայաստան։ Բնականաբար դա է ասում, տնտեսական մեր ծրագրերը մի բան էլ ուզում եմ ասեմ, տեսեք, մենք պարոն Էկոնոմովը փորձեց ամեն մի իր զրուցակցի կամ օպոնենտի, ինքը թող ավելի լավ ասի օպոնենտ ենք թե զրուցակից, ասի թե իր կարծիքով որտեղ ինչ եւ այլն, ես կարծում եմ, որ տնտեսական մեր ծրագրերի առումով մենք շատ հակադրվելու բան չունենք, որովհետեւ մեր ծրագրերում շատ ու շատ բաներ կան, կրկնվում են, որովհետեւ մենք կարծում ենք, որ բոլորս էլ հասկանում ենք, որ ապագան արտահանելի Հայաստան ունենալն է, արտահանելի տնտեսությամբ Հայաստան ունենալն է։ Հետևաբար նայեք, կա այսօրվա իշխանություն, որը այս տարվա հունվարի 8-ին տնտեսական դոկտրին է հրապարակել, մենք այդ տնտեսական դոկտրինի վերաբերյալ մեր փորձագիտական եւ տնտեսագիտական եւ քաղաքատնտեսական գնահատականը հնչեցրել ենք, մեր հիմնական նպատակը եւ հիմնական թիրախը այսօրվա իշխանությունների ցանկացած գործողությունն է, որը ըստ էության որևէ նոր բան կամ որևէ լավ բանի չի հանգեցնելու։ Հիմա ԵԱՏՄ, տեսեք, Հայաստանի նման փոքր երկիրը, եթե որևէ համագործակցության մեջ ունի մեկին մեկ իրավունք իր ձայնով վետոյի իրավունք ունի, կոնսենսուսով որոշումներ կայացնելու մասնակցության իրավունք ունի, դու պետք է շատ ինչ-որ մի ծանրակշիռ բան մտածես, թե ինչ անես, որ այդ համագործակցությունից դուրս գաս։ Թե դա օրինակ հապկն է, թե դա ԵԱՏՄ-ն է, բայց քանի որ ԵԱՏՄ-ի մասին ենք խոսում, ԵԱՏՄ-ի հետ փոխհարաբերություններ դու պետք է կառուցես Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունների շրջանակի եւ դրա հետ տրամաբանության ներքո։ Եթե քո տնտեսությունը խարսխված է Ռուսաստանի տնտեսության հետ, դու պետք է աստիճանաբար քո հարաբերությունները քո գործընկերոջ հետ վերաիմաստավորես քաղաքականից, ռազմաքաղաքականից մինչև տնտեսական։ Այո, առաջնահերթությունը այնուամենայնիվ էստեղ է պետք փնտրել։ Իհարկե, եւ այո, համաձայն եմ, որ դու պետք է դիվերսիֆիկացիայի մասին մտածես։ Եթե մենք օրինակ ասում ենք, որ սպառման մոդելից պետք է գնաս արտահանելի մոդելով տնտեսություն, այդ նշանակում է քո գիտելիքահեն բարձր տեխնոլոգիական արտադրանքը պետք է հնարավորություն ունենաս վաճառելու աշխարհի բոլոր երկրներին։ Հետևաբար դու պետք է ստանդարտիզացիայի ենթարկես քո տնտեսությունը Եվրոպահանջներին, ստանդարտիզացիայի ենթարկես քո տնտեսությունը այն երկրների շուկաների համար, որոնք որ ակնկալում ես, որ քո ապրանքներն ու ծառայությունները կգնան, եւ իհարկե պետք է փոխհարաբերությունները ԵԱՏՄ անդամ երկրների հետ փորձես զարգացնես։ Մանավանդ որ ԵԱՏՄ համագործակցության մեջ Ղազախստան ու Ղրղստան կան, որոնք որ նաև շատ լավ է, որ մենք որևէ համագործակցության մեջ թուրքական աշխարհը ներկայացնող երկու երկրների հետ միասին նույն սեղանի շուրջ նստած դու որոշումներ ես կայացնում եւ այդ որոշումների կայացման ժամանակ դու կարողանում ես քաղաքական նաև սակարկությունների առարկա դարձնել կամ օրակարգ բերես այս կամ այն խնդիրը անկախ նրանից տնտեսական է թե քաղաքական։ Շնորհակալ եմ։ Այդ երկու աթոռների միաժամանակ նստած մնալը հնարավոր կլինի։ Դե գիտեք ոնց, նայեք, հիմա սենց բան կա, մեր մոտեցումը հենց այն է, որ մենք առաջարկում ենք բոլոր ուժերին ընդհանրապես նայել այսպես մոտեցում, հա, համախմբվել համակարգային փոփոխության շուրջ բոլորին, կոալիցիոն կառավարություն ստեղծել եւ զբաղվել առաջիկա տարին մեր ներքին այդ համակարգային փոփոխություններով։ Ինչա տալու դա մեզ։ Այս մի տարին այդ ահռելի իրավիճակը, որ կատարում է աշխարհում, աշխարհակաղակական, ինքը կարա հանդարտվի, ու ես վստահ եմ հանդարտվելու է, եւ դա հնարավորություն է տալու, որ այո, նստել երկու աթոռներին։ Դա միանշանակ կարելի է, դա եղել է այդ մոտեցումը, այո, միանշանակ կարելի է, ով ասում չի կարելի, դա սուտ է ասում այդ մարդը։ Ես միանշանակ դա տեսել եմ նախ եւ առաջ ինչ չսիրած 10 տարի ես Հայաստան չէի գալի, քանի որ շատ վատ հարաբերություններ
հարցումների մեջ էի Սերժ Սարգսյանի հետ, բայց այդ մարդը կարացել է դա անի, լավ թե վատ, բայց իր մոտ ստացվում էր ամեն դեպքում։ Ուրիշ երկրներ էլ կա, որտեղ որ դա եղել է։ Ես մի հատ բան կարամ ասեմ։ Իրականում ամենամեծ շուկան եւ ամենավորակով շուկան դա Արևմուտքն է, Եվրամիությունը շատ մեծ շուկա է, Ռուսաստանից ավելի մեծ է, բայց մենք այսօր դրությամբ հնարավորություն չունենք այնտեղ մտնելու մեր արտադրանքով, որ կարողանանք այդ պարոն Մանանյանը ասած բանը, հա, էքսպորտային այդ մեր պոտենցիալը շատ ցածր է, մենք պետք է աշխատենք դրա վրա, որ այնտեղ էլ մտնենք եւ դիվերսիֆիկացնենք։ Իհարկե դիվերսիֆիկացիան ամենաճիշտ մոտեցումն է ամեն դեպքում, բայց ելի եմ ասում, դա տնտեսական այդ մոտեցումը կարա գա նրանից հետո, երբ որ դու քո համակարգային փոփոխություններ ես արել, երբ որ դու ստաբիլ ունես քաղաքականություն, հա, որ իրականում ելի եմ ասում, եթե մեր էլիտան քաղաքական էլիտան չձևավորվի, ինչ տնտեսական ամենալավ ծրագիրներ անես, դա տապալվելու է, միանշանակ տապալվելու է, չի ստացվելու, որովհետև դա մարդուց է կախված, իսկ մի բան, որ մարդուց է կախված, դա երկարատև չի կարող տևի, դրա համար դա միակ բանն է, այսօրվա դրությամբ զբաղվել համակարգային փոփոխություններով, հետո մոտիկանալ այդ տնտեսական, թե որ կողմը պահել ավելի շատ, ոնց դիվերսիֆիկացնել ավելի շատ Եվրամիության հետ, թե Ամերիկայի Միացյալ։ Մենք օրինակ ավելի կողմնակից ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ավելի խորացնել հարաբերությունները, քանի որ եթե սենց է շարունակում, հա, այս ռուս-ուկրաինական պատերազմը, դեպքում ուրեմն Եվրոպայի հետ դժվար է լինել մեզ աշխատել, մեզ ավելի լավ է լինել, ինչպես ասեց պարոն Զուրաբյանը, կամուրջ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև։ Շնորհակալ եմ, առաջարկում եմ վերադառնալ, ես հնարավորություն կտամ խոսել, ուղղակի այս նույն թեմայի մեջ մի բան կուզեի ավելացնել, չի կարելի տնտեսությունը դարձնել աշխարհաքաղաքական հակամարտության զոհ։ Օրինակի համար Նիկոլի Փաշինյան կառավարությունը չգիտես ինչի որոշել է, որ մենք պետք է Ամերիկայի հետ համագործակցենք միջուկային էներգիայի բնագավառում, ինչ որ ռեակտորների դիզայնի շուրջ, որոնք գոյություն չունեն բնության մեջ, եւ մինչեւ հիմա հələ ստեղծված չեն։ Մինչդեռ նույն ամերիկացիների հետ կամ Իտալիայի կամ չէ, ոչ թե չկա, գործող չկա։ Ուրեմն Իտալիայի եւ բանի Գերմանիայի հետ կարելի էր համագործակցել կուտակային մեկ կուտակային էներգետիկայի բնագավառում, իսկ ռուսական առաջարկը ատոմային շուկա, միջուկային խաղաղ էներգիայի շուկայում իրականում բոլոր համեմատություններով ամենալավ փաթեթն է ներկայացնում։ Այսինքն կարելի է շատ հանգիստ շարունակել Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում բանանել, գործարել, կներեք, միևնույն ժամանակ այն տեխնոլոգիաների շնորհիվ, որտեղ արևմուտքը ունի առավելություն, արդեն համագործակցել իրենց հետ։ Հասկանալի է, ձեր կարծիք, առաջարկում եմ վերադառնալ Երևանյան փողոցներ եւ լսենք, թե սովորական մարդիկ ինչ են ասում։ Ամեն ինչ փոխանցումով է։ Մենք ամեն ամիս ծախս ունենք 10,000 դրամ փոխանցումներու։ Վարսկը, հետեմնը, ամեն ինչ փոխանցում, գնումները փոխանցում, ամենասոնգ վաճառենք է 400 դրամ ամեն փոխանցումի։ Հասկացիմ, դե ավելանա ապրանքին վրան։ Մենք ասենք կրբանից պիտնեմ։ Էժան միսը արդեն գալիս է վատ որակի միսը, որ պետք է լի տավարի մսի տակ վաճառեն։ Մեր շուկայի ներսում տենց միս չի վաճառվի երբեք, չի էլ վաճառվի։ Մարդը գնացել է, պետք է միս առնի տանի տուն։ Թե հիմա այդ ինչի միս է, ինքը տավարի մսի տակ այդ միսը պետք է առնի տանի տուն։ Ողնել է խռով է մարդկանցից։ Ինչի՞, որովհետև վերևից Աստված նայում է, ներքև ինչեր են անում, ողնել է խռով, բերք չի տալի։ Գյուղացին ցանի խափվում է հողից, հասկանում ես, տնտեսական աճը, մենք Հայաստանում ունենք շատ հողեր, բայց բերի չեն, ջրովի չեն։ Արդյունաբերությունը պետք է շատ զարգանա։ Այդպես այդ կարգել, տնտեսությունը պետք է զարգանա։ Ինչքան առաջ գնանք, ինքան լավ էլի։ Պրոստը մի քիչ Հայաստանի վիճակը ինչի որ մի անգամից վզրիվ լինի էլի։ Դե տնտեսությունը հենց կախված է պատերազմից, եթե պատերազմ չար, տնտեսությունը կզարգանա։ Մենք չենք զարգացնող տնտեսությունը։ Դերում կզարգացնենք։ Ես պետությունն եմ, դու գյուղացին։ Ես քեզ տալիս եմ ու դու ցանում ես։ Հունցքը շատ կլինի։ Ուրիշ ձև մենք կարանք տնտեսական աճ ունենանք։ Չէ, քաղցրս։ Ուրեմն համապատասխան մարդիկ թող զբաղվեն այս հարցով, իմ խոսքը լսեն, ես հղում եմ մեր ղեկավարներին, որպեսզի այդ ուղղությամբ մի քիչ մտածեն ու անցնեն գործի, ռեալ գործի։ Խնդրեմ։
Դե վերջը պարզ է, մարդկանց կարևոր է, որպեսզի թոշակները բարձրանան, գործազրկության ցուցանիշները իջնեն, աշխատավարձը աճի, բժշկական ապահովագրությունը լինի իրական, այդ բոլոր հարցումներին ինչ պատասխաններ ունենք տալու։ Օրինակ դուք Հիմա ես միանգամից կարող եմ ասել, որ եթե այս մեր ծրագիրը իրականացվում է, մենք ապահովում ենք ասենք 5 տարվա մեջ թոշակների առնվազն 50%-անոց աճ, ել չեմ ասում, որ եթե ամեն ինչ գնա ըստ նախագծված պլանի, դա կարող է լինի 100%-անոց աճ, 100%-անոց թոշակների։ Նայեք, եթե մենք կարծում ենք այդ երկաթուղին, Հայաստանը դառնում է տրանզիտային երկիր, Վրաստանի հետ միասին, Իրանի հետ միասին կապելով Պարսից ծոցը Սև ծովի հետ։ Միանգամից։ Իսկ դա կարևորագույն արդեն տնտեսական աշուրացման գործիք է դառնում։ Բացի դրանից, մեր ելքը դեպի, չգիտեմ, Ճապոնիա, Ինդոնեզիա, Իրան, Չինաստան, այսինքն այն երկրները, որտեղ հիմա կամաց կշիռը տնտեսության համաշխարհային տեղափոխվում է, այսինքն մենք եւ կկարողանանք մեր ապրանքները ավելի էժան արտահանել եւ նրանց բանդարաբաս եւ չաբահար գոյություն չունեն այդ նավահանգիստները, ոնց ես հասկանում այս պահին, արդեն գրեթե ոչնչացված են։ Հասկացանք, հիմա նորից կարողա Իրանը վերջացավ, նորից վերականգնվելու է։ Շարունակեք։ Հա, այսինքն երկրորդը, այս բանը տեխնոլոգիական մեր այս առաջարկը տեխնոլոգիական հեղափոխության ինքը իսկապես մենք արհեստական սուվերեն արհեստական բանականության պրոյեկտ ենք ներկայացնում նանոտեխնոլոգիայի, ռոբոտոտեխնիկայի զարգացման եւ այլն, հիմա ուղղակի չի լինի այս կարճ ժամանակը։ Այն շուկայում խոսացող մարդու աշխատավարձը դրանից կբարձրանա։ Այս գալիս եմ դրան։ Հասկանում եք, ոչ ոք չի կարա, այսինքն չի կարելի հավատալ այն մարդուն, որ գալիս է ասում է, ես կդառնամ վարչապետ, ձեր թոշակը կբարձրացնեմ այսքան, ձեր, չգիտեմ, աշխատավարձը այսքան եւ այլն։ Մենք հենց այդ ենք ասում, այդ ամեն ինչը կանենք, բայց ոչ թե այն օրը, երբ որ եկանք իշխանության, որովհետեւ դա հնարավոր չի, այլ գործածելով հենց այս գործիքները։ Ինչքան ժամանակ է պետք։ Դե սա 5 տարվա պլան է։ Երկաթուղու կառուցում, տեխնոլոգիաների զարգացում, այդ սուվերեն արհեստական բանականության ստեղծում, R&D, այդ ֆինանսավորումը, իդեպ կրիպտոինդուստրիայի համար պետք է երկիրը բացենք, ես դրա համար այդ CBDC-ին մի քիչ մենք բանակ թերահավատ ենք մոտենում, որովհետև մենք ավելի ազատական կուսակցություն ենք։ Մենք համարում ենք, որ այդ կրիպտոինդուստրիան ընդհանրապես պետք է բացել Հայաստանում, այդ արհեստական արգելքները, կենտրոնական բանկի այդ կոնսերվատիզմը պետք է հաղթահարել ու երկիրը իսկապես պետք է դարձնել ֆինտեխի համար դրախտավայր։ Շնորհակալություն։ 5 տարի ժամանակ է պահանջում կոնգրեսին երկիր դարձնելու համար, 5 տարի հետո աշխատավարձը թոշակը բարձրանալու է։ Ձեր իշխանության գալու դեպքում քանի տարի հետո կբարձրանա։ Տեսեք, եկեք տարիներ չնշեմ, ես իրատեսական վիճակը այն է, որ իրատեսական պատկերն այն է, որ նախ եւ առաջ պետք է գեներացվեն նոր եկամուտներ, ինչը մենք ենք առաջարկում մեր տնտեսական ծրագրերով։ Մասնավորապես այսօր մեր հասարակությունը ունի սոցիալական խնդիր, կա աշխատատեղերի խնդիր, մարդկանց կենսաթոշակները չեն բավականացնում, բայց դրան հասնելու համար նախ եւ առաջ նոր եկամուտներ պետք է գեներացվեն, ինչը տնտեսության կառուցվածքը փոխելու արդյունքում մենք կգեներացնենք լրացուցիչ եկամուտներ եւ կլուծենք բոլոր այդ խնդիրները։ Այդ հիմա չասեմ 5 տարվա ընթացքում, թե 3 տարվա ընթացքում բոլոր դեպքերում ծրագրի մանրամասները այս եթերը չի բավականացնի ներկայացնելու համար, մեկ անգամ եւս պարզապես մեր հանրությունը, քանի որ ունի ընտրության հնարավորություն եւ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են ծրագրեր, հիշեցնեմ, թե առաջարկողն ով է եւ դարձյալ ստիպված եմ մի փոքր կենցաղային օրինակ բերել, երբ որ ասենք պատկերացրեք ունեք բիզնես եւ փորձում եք այդ բիզնեսի համար top manager վարձել, ում կընտրեք, մարդ, որը փորձ ունի, ասենք տարբեր համաշխարհային, ուրեմն տարբեր երկրներում իրականացրել է տարբեր ծրագրեր, ղեկավարել է տարբեր կազմակերպություններ եւ ավարտել է, ասենք, Օքսֆորդի համալսարանը, թե հայկական որևէ մի անծանոթ բուհ է ավարտել եւ փորձ չունի, կամ ունի փորձ կամ ավելի նվազ փորձ ունի, այսպես ասեմ, առանց մյուսներին կամ չի ավարտել տնտեսական փորձ կամ չի ավարտել։ Հիմա այսինքն այս առումով թիմի առաջնորդությունը շատ կարեւոր է, թիմի
անդամները նոր ուժ են, կարող, տեխնոկրատ, մասնագետներ են, որոնք այս ծրագրերը միանշանակ իրագործելու են եւ առաջիկա տարիների ընթացքում թե այդ 0% հարկի արդյունքում մեր տնտեսվարողները ի վիճակի կլինեն այդ եկամուտները, որը կմնա շրջանառության մեջ, ուրեմն հետագայում խոշորանալ, այսինքն երկրից չեն արտագաղթի, գյուղացիական տնտեսությունները իրենց արտադրանքը կմթերեն երաշխավորված ձևով, որտեղ այսօր գյուղատնտեսության ոլորտում եւս կա հսկայական քանակի ուրեմն մարդիկ, որոնք որ ուրեմն ունեն խնդիրներ, թե ավելցուկի տեսանկյունից գյուղմթերքի, թե այսինքն չիրացնելու տեսանկյունից, թե որ երաշխավորված կերպով չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ աճեցնել։ Պարոն ձեր քաղաքական ուժի իշխանության գալուց քանի տարի հետո շոշափելի արդյունք կզգանք։ Նախ մենք ասում ենք, որ իշխանության գալուց հետո մենք շատ մեծ աշխատանք ունենք վերականգնելու այն ամեն ինչը, ինչ որ կատարվել է այս իշխանությունների օրոք։ Մասնավորեցնեմ ինչ։ Մենք սկսելու ենք ոչ թե ինչ որ մի կետից, այլ մինուսային ինչ որ մի կետից, որովհետև ցանկացած այս վերջի ժամանակաշրջանում ռեֆորմ կոչեցյալ այդ բաները, ծրագրերը, որ իրականացվել են, դրանք եղել են անհամաչափ թե բյուջետային բերը դրվել տնտեսավարողների վրա, ինչպես նաև անհամաչափ սոցիալական ինչ-որ բաներ են կատարվել։ Մասնավորեցնեմ, եթե օրինակ բյուջետային գործընթացներում, քննարկումներում չանցած եւ տարվա կեսին հայտարարում է, որ թոշակները բարձրացվելու են մինչեւ 10,000 դրամ, դա նշանակում է բյուջետային համակարգի կոլապս, որովհետեւ դրա ոչ եկամուտները կան ծրագրավորված, ոչ դրա սոցիալական շահառուն հաշվարկված կամ հիմնավորված է։ Եթե բուժ ապահովագրություն է իրականացվում, որին որ մասնակից չի դարձվում ապահովագրական համայնքը, այսինքն 6 ընկերությունները կամ 6-7 ընկերությունները, որոնք ներկայացնում են ապահովագրական համայնքը, նրանք բացարձակ ոչ մասնակից են դարել այդ բուժ ապահովագրության ռեֆորմին ոչել, եւ ըստ էության փաստացի այն կիրառվել է 25 թվականի դեկտեմբերի 1-ից, բայց դեռևս նույնիսկ այդ հիմնադրամը չի եղել, որը որ պետք է իրագործեր այդ բուժ ապահովագրությունը։ Ինչ ասածս, նախ մենք պետք է վերաիմաստավորենք բուժապահովագրությունը, ինքը պիտի լինի, այո, պիտի լինի։ Քեշբեկերով թոշակ չեն բարձրացնում, այդ պետք է ծրագիրը վերաիմաստավորվի, այո։ Այն սպասումները, որ ձևավորվել է թոշակառուների մոտ, մեր 500,000 մեր հայրերի ու մայրերի մոտ, մենք պետք է կարողանանք նույնիսկ իրենց բացատրենք, որ սա եղել է պոպուլիստական քայլ։ Այսինքն այդ ամեն ինչը պետք է նախ վերաիմաստավորվի, պետք է մեղմվի, պետք է զրոյական ինչ-որ մակարդակ ձեռք բերվի, նոր գնալ աստիճանաբար։ Այո, աշխատավարձները բարձրանալու, թոշակներն են բարձրանալու։ Ես պարոն Զուրաբյանն ասում եմ 5 տարվա ընթացքում ես նույնիսկ այսօր ավելի ազնիվ գտնեմ ու կասեմ, ես չգիտեմ, տեսանելի ապագայում դրանք կբարձրանան, բայց կլինեն հիմնավոր ժողովրդի հետ խոսալով եւ ոչ թե անհամաչափ ինչ-որ բյուջետային ծախսեր եւ կոլապս առաջացնելով տնտեսության եւ ընդհանրապես հարկաբյուջետային համակարգի վրա։ Պարոն Նիկոլովա, ձեր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում այ մեր համակարգացին շուկայում աշխատող իր մաշկի վրա երբ կզգա շոշափելի արդյունք։ Նայեք, մի անգամից ասեմ, օրինակ, քան որ հեսա բերել եմ ամենակարևոր հարցին, նույն տաքսո վարորդները 4 ամսից կզգան։ Մենք շատ հեշտ ծրագիր է, գրել ենք պետական ծրագիր, պետական մի հատ կառուցվածք ենք սարքելու, որը որ ներկայացնելու այդ հավելվածը տաքսիստներին, հա, այդ 25%-ը չի տալու Yandex-ին, որը տանելու աստեից տարեկան մոտ մի $70 միլիոն փող դուրս հանում ստեղից, հա։ Տաքսիստները 4 տարի, քանի 4 ամիս հետո։ 4 ամիս տաքսիստների հարցը կարող լուծենք, որ իրանք 5% կամ 5-ից 7% կմուծեն, մենակ ծախսերը փակելու համար, դա տենց բաները պետք է պետությունը իր վերահսկի։ Բայց սենց բան ձեզ ասեմ, դրանից առաջ մի հատ սենց բան կա, որ մենք առաջարկում ենք, որ կես տարվա մեջ փոփոխություն անենք։ Եթե մենք կես տարվա մեջ փոփոխություն արեցինք, նոր հետո մոտիկանանք այդ ամենաչտեսնված ծրագրերը, որ ամենաշատը իրականում ձեր ծրագիրն է, որը որ մենք պատկերացնում ենք իրականացվողը, մենք տեսնում ենք sense բան։ Պետք է փոխել կես տարվա ընթացքում մինչև մի տարի համակարգային փոփոխությունները կատարել, որ թույլ չի տա ոչ մեկին թագավոր դառնալ, այդ վարչապետի sense ասած այս կոստյումը, հա, այդ ճղվի այդ համանadrության մեջ հանվի դուրս, դրանից հետո
արվի այն փոփոխությունները, որը թույլ կտա մեր թվանշանային անվտանգությունը ապահովել, հա, մեր ինքնիշխանությունը ապահովել այդ թվանշանային, դա ամենակարևոր հարցն է լինելու, որտեղ նույն այդ տաքսիստները, խիր ես տաքսիստներից սկսեցի բացատրեմ, որտեղ այդ տաքսիստները, երբ որ դու քո կրեդիտ կարտով մուծում ես, հա, մուծում ես ինչ-որ կատարում, քո բոլոր տվյալները գնում է Yandex, չգիտես որտեղ է, որ սերվերներում է, որ պետության մեջ է նստած։ Եթե դու քոնդ ես ապահովում, սա քո պետության մեջ է, քո պետությունը տիրապետելու քո դատաբազան, քո անձնական տվյալները սահմանալու են մեր պետության մեջ։ Ուրիշները չեն կարող նա օգտագործեն մեր դեմ, քանի որ մենք տեսել ենք, թե նույն Պարսկաստանում այսօր դրությամբ ինչպես է Իսրայելը այդ ամեն ինչը օգտագործում իդեմ Պարսից ժողովրդի, հա, նույն բանը վաղը չեմ ասել, քան մեր դեմ օգտագործեն։ Եթե մենք չկարողանանք մեր ինքնիշխանությունը Ցավոք ժամանակը շատ քիչ է։ Ես ձեզ կարող եմ յուրաքանչյուրից 2 նախադասությամբ ձեր խոսքը ամփոփելու հնարավորություն տամ։ Պարոն Զուրաբյան, ինչ եք ուզեք, որ հեռուստադիտողը հիշի ձեր այսօրվա խոսքից 2 նախադասություն ունեք։ Տեխնոլոգիաներ եւ տեխնոլոգիաներ։ Շնորհակալ եմ, մի նախադասությամբ համապակվեցինք։ Խնդրեմ ձեր 2 նախադասությունը։ Կայուն արժանապատիվ աշխատանք, բարենպաստ սոցիալական մթնոլորտ։ Խնդրեմ։ Արդյունաբերական Հայաստան, հզոր փոքր ու միջին ձեռնարկատիրության համայնք։ Շատ լավ, եւ ձեր արժանապատիվ անվտանգ հայ կենցաղը առանց Նիկոլ Փաշինյանի։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, որ զրուցակիցներս էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Հայկ Ֆարմանյանը, Միասնական թևեր նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը ու Նժար շարժման ներկայացուցիչ Արտաշես Իկոնոմովա։ Շնորհակալ եմ բոլորին։